Երբ մենք գալիս ենք Աստուծո մոտ, գրեթե միշտ գալիս ենք նույն հարցով. Տեր, հիմա ինչ անեմ, ուր գնամ, ինչպես կարգավորեմ իմ կյանքը։ Մենք փնտրում ենք աշխատանք, հնարավորություններ, դռներ, որոնք կարող ենք բացել սեփական ձեռքերով։ Մենք կազմում ենք պլաններ, գծում ենք երթուղիներ, կառուցում ենք ռազմավարություններ, եւ սրա մեջ ոչինչ վատ չկա։ Բայց այսօր Սուրբ Հոգին ուզում է մեղմորեն, բայց համառորեն կանգնեցնել մեզ եւ ասել. Որդիս, դուստրս, դադարեցրու այդպես ցած նայել։ Ես քեզ համար ունեմ պլան, որը քո պատկերացումներից բարձր է, քո սպասումներից լայն եւ քո վախերից խոր։ Մենք այնքան հաճախ ենք սահմանափակում Աստուծուն մեր մտածելակերպի շրջանակներով, որ նույնիսկ չենք նկատում, թե ինչպես ենք մենք ինքներս նեղացնում նրա կամքը մինչև գոյատևման մակարդակ, մինչդեռ նա մեզ կանչում է կյանքի, լի իմաստով, զորությամբ եւ նպատակով։ Ես ուզում եմ, որ դուք մի պահ մտածեք. քանի անգամ ձեր կյանքում դուք աղոթել եք դրան համար, իսկ Աստված ձեզ համար պատրաստում է ամբողջ ճանապարհ։ Քանի անգամ դուք խնդրել եք աշխատանք, իսկ Աստված ուզում էր տալ ձեզ կոչում։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդուն անընդհատ հուշում են. գտիր կայունություն, ապահովիր քեզ, կառուցիր անվտանգություն, կուտակիր, ապահովագրիր, փակիր բոլոր ռիսկերը։ Եվ այդ աղմուկի մեջ Աստծո ձայնը հնչում է գրեթե անլսելի, բայց նա ասում է բոլորովին այլ բան. նախ փնտրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, եւ այս ամենը ձեզ կհավելվի։ Ուշադրություն դարձրեք, նա չասաց նախ փնտրեցեք աշխատավարձ, պաշտոն կամ պայմանագիր։ Նա ասաց փնտրեցեք ինձ, իմ կամքը, իմ սիրտը, եւ այն ամենը, ինչ ձեզ պետք է, ինքնին կգտնի ձեզ։ Շատ հավատացյալներ ապրում են մշտական լարվածության մեջ, որովհետև կարծում են, թե իրենց կյանքը կախված է իրենց սեփական ուսերից։ Նրանք վախենում են կորցնել աշխատանքը, վախենում են վաղվա օրից, վախենում են տնտեսական ճգնաժամերից, վախենում են անորոշությունից, եւ վախը դառնում է նրանց որոշումների լուր դիկտատոր։ Բայց Աստված երբեք չի նախատեսել, որ մենք ապրենք վախի իշխանության տակ։ Նա մեզ նախատեսել է ապրել հավատի իշխանության տակ։ Հավատը ոչ թե իրականության ժխտում է, այլ Աստծուն վստահել իրականության մեջ։ Սա այն կարողությունն է ասելու. Տեր, ես չգիտեմ, թե ինչպես է ամեն ինչ դասավորվելու, բայց գիտեմ, թե ով է պահում իմ կյանքը իր ձեռքերում։ Հիշեք Աբրահամի պատմությունը։ Աստված նրան չտվեց ամբողջ կյանքի պատրաստի պլան։ Նա չցույց տվեց քարտեզ նշված կետերով։ Նա պարզապես ասաց. դուրս եկ քո երկրից, հորիդ տնից, եւ գնա այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ Աբրահամը գնաց առանց իմանալու, թե ուր է գնում։ Մարդկային խելքի տեսակետից դա անխոհեմություն էր թվում, բայց հենց այդ հավատի քայլն էլ նրան դարձրեց բազմաթիվ ազգերի հայր։ Եթե Աբրահամը փնտրեր միայն կայուն աշխատանք եւ հանգիստ կյանք, գուցե երբեք չէինք իմանա նրա անունը, բայց նա հավատաց Աստծո ծրագրի մասշտաբին, եւ այդ մասշտաբը գերազանցեց նրա բոլոր սպասումները։ Այսօր Աստված յուրաքանչյուրիս դիմում է նույն կոչով։ Նա ասում է. դադարեցրու ապրել միայն գոյատևման համար, դադարեցրու քեզ սահմանափակել հարցով, որտեղ հացվածք եմ։ Ես ուզում եմ ցույց տալ քեզ, թե ինչի համար է ընդհանրապես տրվել քո կյանքը, որովհետև աշխատանքը գործիք է, ոչ թե նպատակ, փողը ռեսուրս է, ոչ թե իմաստ, իսկ Աստծո ծրագիրը ոչ միայն հարմարավետ գոյություն է, դա մասնակցություն է նրա մեծ փրկության, բուժման եւ մարդկանց վերականգնման պատմությանը։ Շատերս հիասթափված ենք, որովհետև խփում ենք փակ դռների, ռեզյումեներ ենք ուղարկում, հարցազրույցների ենք գնում, փորձում ենք մեկը, մյուսը, երրորդը եւ ոչինչ չի ստացվում, եւ սրտում հաստատվում է թխրություն։ Գուցե ինձ մոտ ինչ-որ բան այն չէ, գուցե Աստված ինձ մոռացել է, բայց ուշադիր լսեք։ Երբեմն Աստված փակում է դռները ոչ թե այն պատճառով, որ իր դեմ է, այլ որովհետև պաշտպանում է մեզ ավելի փոքր բանից։ Նա չի ուզում, որ մենք համաձայնենք նրան, ինչը չի համապատասխանում մեր կոչմանը։ Նա չի ուզում, որ մենք խրվենք այնպիսի տեղում, որտեղ մեր հոգին աստիճանաբար մարում է։ Նրա փակ դռները հաճախ նրա ողորմությունն են, քողարկված մերժման տակ։ Ես տեսել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր եկել են ինձ մոտ ցավով եւ շփոթմունքով։ Նրանք ասում էին. «Հովիվ, ես կորցրել եմ աշխատանքս, չգիտեմ ինչ անել», եւ նրանց աչքերում վախ կար։
Բայց որոշ ժամանակ անց նույն մարդիկ վերադառնում էին երախտագիտության արդյունքներով եւ ասում. «Եթե այն ժամանակ չկորցնեի այդ աշխատանքը, երբեք չէի տեսնի այն ճանապարհը, որ Աստված պատրաստել էր ինձ համար»։ Կորուստը դարձավ շրջադարձ, ճգնաժամը սկիզբ։ Մեկ փուլի ավարտը դարձավ դուռ դեպի շատ ավելի մեծ բան։ Աստված կարողանում է մոխիրը վերածել գեղեցկության, լացը ուրախության, դատարկությունը լիության։ Մենք պետք է սովորենք վստահել ոչ միայն Աստծո օրհնություններին, այլև նրա գործընթացներին, որովհետև հավատի ճանապարհը գրեթե երբեք ուղիղ կից չէ։ Սա ճանապարհ է, որտեղ կան շրջադարձեր, դադարներ, սպասումներ, երբեմն նույնիսկ խավար, բայց հենց այդ վայրերում է ձևավորվում մեր բնավորությունը, մաքրվում մեր շարժառիթները եւ ամրապնդվում մեր վստահությունը։ Մինչ մենք փնտրում ենք աշխատանք, Աստված փնտրում է մեր սիրտը։ Մինչ մենք մտածում ենք վաղվա օրվա մասին, Աստված մտածում է մեր հավերժության մասին, եւ նրա առաջնահերթությունները միշտ ավելի բարձր են մերոնցից։ Երբ Հիսուսը կանչեց իր աշակերտներին, նա նրանց չառաջարկեց կարիերայի աճ կամ կայուն եկամուտ։ Նա ասաց. «Հետևեցեք ինձ»։ Նրանք թողեցին ցանցերը, նավակները, սովորական կյանքը եւ գնացին նրա հետևից։ Մարդկային տեսակետից դա ռիսկային էր, բայց հենց այդ քայլն էլ նրանց դարձրեց մարդկության պատմության ամենամեծ շարժման մաս։ Եթե նրանք մնային իրենց նավակներում, գուցե ապրեին հանգիստ, բայց աննշան կյանք։ Բայց նրանք ընտրեցին վստահություն, եւ նրանց անունները հավիտյանս հավիտենից գրվեցին Աստծո արքայության պատմության մեջ։ Այսօր շատ հավատացյալներ ասում են. «Ես պատրաստ եմ ծառայել Աստծուն, բայց նախ պետք է կայանամ, ապահովեմ ինձ, կայունանամ»։ Եվ այս խոսքերը հնչում են խելամիտ, բայց վտանգը նրանում է, որ նախը կարող է տևել ամբողջ կյանքը։ Մենք հետաձգվում ենք հնազանդությունը, հետաձգվում ենք հավատի քայլը, հետաձգվում ենք կոչումը անորոշ ապագայի համար։ Իսկ Աստված ասում է. «Այսօր, եթե լսեք իմ ձայնը, մի կարծրացրեք ձեր սրտերը»։ Այսօրն է հավատի ժամանակը։ Այսօրն է այն պահը, երբ պետք է քայլ անել։ Սա չի նշանակում, որ պետք է անխոհեմորեն թողնենք ամեն ինչ եւ ապրենք խառնաշփոթի մեջ։ Աստված կարգի Աստված է։ Բայց սա նշանակում է, որ մեր կյանքի կենտրոնը պետք է տեղափոխվի։ Ոչ աշխատանքը պետք է որոշի մեր ինքնությունը, այլ Աստված։ Ոչ եկամուտը պետք է լինի մեր անվտանգության աղբյուրը, այլ Տերը։ Երբ Աստված դառնում է մեր հիմքը, ամեն ինչ իր տեղ է ընկնում։ Այդ ժամանակ աշխատանքը դառնում է ծառայություն, բիզնեսը օրհնության գործիք, իսկ կարիերան ազդեցության հարթակ։ Ես ուզում եմ, որ դուք սա լսեք ամբողջ սրտով։ Դուք պատահական չեք։ Ձեր կյանքը սխալ չէ։ Ձեր տաղանդները պարզապես այնպես չեն տրված։ Աստված ձեր մեջ դրել է ինչ-որ եզակի բան, եւ այդ բանը նախատեսված է ուրիշներին օրհնելու համար։ Գուցե հիմա դուք անորոշության կետում եք։ Չգիտեք ուր գնալ հաջորդը, բայց հենց այդ կետում Աստված ուզում է ամենաուժգին խոսել ձեզ հետ, որովհետև երբ մեր պլանները փլուզվում են, նրա մոտ տեղ է ստեղծվում, ցույց տալու իրենը։ Երբևն Աստված թույլ է տալիս դատարկություն, որպեսզի լցնի մեզ նոր իմաստով։ Երբեմն թույլ է տալիս կանգ առնել, որպեսզի դադարենք վազել սխալ ուղղությամբ։ Երբեմն զրկում է մեզ հենարանից, որպեսզի ինքը դառնա մեր հենարանը։ Եվ այդ պահերին շատ կարևոր է սիրտը չկարծրացնել, վախի մեջ չփակվել, հուսահատության մեջ չընկնել, այլ ասել. «Տեր, ես այստեղ եմ, խոսիր, ես լսում եմ»։ Որովհետև լռության մեջ են ծնվում ամենաճակատագրական հայտնությունները։ Ես հավատում եմ, որ այսօր Աստված շատերի սրտերում սկսում է խոր վերանայման գործընթաց։ Նա քանդում է հին մտածելակերպի սխեմաները, որտեղ կյանքը կրծատվում է անվերջ գոյատևման մրցավազքի։ Նա բարձրացնում է մեր հայացքը դեպի հավերժության հորիզոն։ Նա հիշեցնում է, որ մենք թագավորի զավակներ ենք, ոչ թե որբեր, որոնք փնտրում են փշուրներ։ Նա ուզում է, որ դադարենք խնդրել փոքրը եւ սկսենք վստահել նրան մեծի մեջ։ Թող հիմա դեռ չեք տեսնում ամբողջ պատկերը, թող շատ բան թվում է մշուշոտ եւ անորոշ։ Բայց մի բան արեք. տվեք Աստծուն ձեզ առաջնորդելու իրավունքը։ Դադարեցրեք բռնել ձեր վախերին եւ հաշվարկներին այնպես, ասես դրանցից է կախված ձեր կյանքը։ Ձեր կյանքը այն ձեռքերում է, ով ստեղծել է երկինքն ու երկիրը։
ով գիտի վերջը սկզբից, եւ ով երբեք չի սխալվում։ Եվ երբ թույլ տաք, որ նա լինի ձեր հովիվը, կզարմանաք, թե որքան հեռու եւ խոր կարող է նա ձեզ տանել։ Մենք միայն սկսում ենք այս խոսակցությունը։ Մենք միայն բացում ենք դուռը դեպի այն հասկացողությունը, թե որքան ավելի մեծ է Աստծո ծրագիրը մեր սպասումների համեմատ։ Եվ առջևում մեզ սպասում է ավելի խոր հայտնություն այն մասին, թե ինչպես ապրել ոչ թե անընդհատ աշխատանք փնտրելու ռեժիմում, այլ Աստծո կոչման հոսքում, որտեղ յուրաքանչյուր քայլ լի է իմաստով, իսկ յուրաքանչյուր օր հույսով։ Երբ մենք մտնում ենք այս վստահության ճանապարհը, շատ արագ բացահայտվում է մեկ կարևոր ճշմարտություն։ Մեր գլխավոր թշնամին ոչ թե հանգամանքներն են, ոչ ճգնաժամերը, ոչ ռեսուրսների պակասը, այլ մտածելակերպը, որը ձևավորվել է վախով, անցյալի փորձով եւ մարդկային դրամաբանությամբ։ Հենց այստեղ է տեղի ունենում գլխավոր հոգևոր պատերազմը, որովհետև կարելի է նստել բանտում, ինչպես Հովսեփը, եւ ազատ լինել ներսից, իսկ կարելի է ապրել պալատում եւ մնալ սեփական կասկածների բանտարկյալ։ Կարելի է ունենալ այն ամենը, ինչ առաջարկում է այս աշխարհը, եւ այնուամենայնիվ զգալ դատարկություն, իսկ կարելի է ոչինչ չունենալ եւ ապրել Աստծո ներկայության լիության մեջ։ Ամեն ինչ որոշում է այն, թե ինչի ենք հավատում եւ ում ենք թույլ տալիս ձեռավորել մեր մտածելակերպը։ Հովսեփը դեռ երիտասարդ տարիքում Աստծուց ստացավ մեծ երազներ։ Աստված ցույց տվեց նրան մասշտաբային ծրագիր։ Եղբայրները երկրպագում են, աստղերը հոնարվում են, հենց ճակատագիրը ցույց է տալիս նրա կոչումը։ Բայց երազի եւ կատարման միջև ընկած ճանապարհը մարդկային տեսակետից աղետների շղթա էր թվում՝ դավաճանություն, ստրկություն, կեղծ մեղադրանք, բանտ, մոռացություն։ Ամեն փուլում նա կարող էր ասել. «Աստված, դու մոռացար ինձ»։ Նա կարող էր կարծրացնել սիրտը, փակվել, հրաժարվել երազից։ Բայց Հովսեփը պահպանեց սրտում հավատը, որ Աստված ավելի մեծ է, քան իր ընթացիկ հանգամանքները։ Նա չթույլատրեց, որ բանտը դառնա իր ինքնությունը։ Նա չթույլատրեց, որ անցյալը որոշի իր ապագան։ Նա հավատարիմ մնաց փոքրում, եւ Աստված իր ժամանակին նրան բարձրացրեց ազգերի վրա։ Շատ հաճախ մենք աղոթում ենք. «Տեր, փոխիր իմ իրավիճակը», իսկ Աստված պատասխանում է. «Որդիս, նախ ուզում եմ փոխել քո մտածելակերպը»։ Որովհետև եթե ես քեզ հանեմ խնդրից, առանց բուժելու քո ներքին աշխարհը, շատ շուտով դու նոր խնդիր կստեղծես։ Եթե նա մեզ տա առաջընթաց, բայց մեր ներսում դեռ ապրում է վախը, մենք օրհնությունը կվերածենք անհանգստության աղբյուրի։ Հենց այդ պատճառով Աստված աշխատում է ավելի խորքում։ Նա վերաշարադրում է մեր ներքին իրականության քարտեզը։ Նա մեզ սովորեցնում է կյանքին նայել իր աչքերով։ Մենք սովոր ենք մտածել դեֆիցիտի կատեգորիաներով. չի բավականացնում, չի ստացվի, չեմ հասցնի, չեմ կարողանա, արժանի չեմ։ Բայց Աստծո արքայությունը կառուցված է առատության սկզբունքի վրա։ Ոչ թե այն պատճառով, որ այնտեղ ամեն ինչ հեշտ է, այլ որովհետև աղբյուրը հենց Աստված է։ Երբ Մովսեսը կանգնած էր Կարմիր ծովի առջև, հետևում փարավոնի բանակը, առջևում ջուրը, կողքերին անապատը։ Մարդկային տրամաբանությամբ դա վերջ էր, բայց Աստծո տեսակետից ամենամեծ հրաշքի սկիզբը։ Հենց այդպիսի կետերում է Աստված մեզ սովորեցնում տեսնել ոչ թե այն, ինչ աչքի առջև է, այլ այն, ինչ նրա ձեռքերում է։ Մենք հաճախ փնտրում ենք կանխատեսելիության անվտանգություն։ Մեզ ուզում է, որ ամեն ինչ պարզ լինի, կայուն, վերահասկելի։ Բայց հավատը սկսվում է այնտեղ, որտեղ վերահսկողությունը վերջանում է։ Ոչ թե որովհետև Աստված սիրում է խառնաշփոթը, այլ որովհետև նա ուզում է, որ մենք սովորենք հենվել ոչ թե սխեմաների, այլ իր վրա։ Մինչ մենք ունենք պահեստային պլաններ, մենք բռնված ենք դրանցից։ Մինչ կան մարդկային հենարաններ, մենք հենվում ենք դրանց վրա։ Եվ միայն երբ ամեն մարդկայինը դադարում է աշխատել, մենք սկսում ենք իսկապես վստահել Աստծուն։ Եվ ապա տեղի է ունենում ամենազարմանալին։ Մենք հայտնաբերում ենք, որ նա ամբողջ ժամանակ եղել է կողքին։ Շատ հավատացյալներ խրված են իդեալական պայմանների սպասման մեջ։ Նրանք ասում են. «Երբ հայտնվի լավ աշխատանք, ես կսկսեմ ծառայել։ Երբ ավելի շատ փող լինի, ես կսկսեմ զոհաբերել։ Երբ ավելի շատ ժամանակ լինի, ես կսկսեմ աղոթել»։ Բայց Աստված երբեք չի գործում իդեալական պայմաններով։ Նա գործում է հնազանդության միջոցով, այստեղ եւ հիմա։ 5 հաց եւ 2 ձուկ, դա ծիծաղելիորեն քիչ էր այդպիսի բազմության համար, բայց հենց այդ փոքրիկը, դրված Հիսուսի ձեռքերին, դարձավ հրաշքի սկիզբը։ Եթե տղան ասեր, սա չափազանց քիչ է, իմաստ չկա տալու, ոչ ոք չի հագենա։
բայց նա տվեց ամեն ինչ, ինչ ուներ, եւ Աստված այն բազմապատկեց ամեն սպասումից վեր։ Գուցե այսօր դուք չունեք աշխատանք, չունեք կայունություն, չունեք պարզ պլան, բայց դուք ունեք շունչ, ունեք հավատ, ունեք սիրտ, որը կարող է վստահել, եւ դա բավական է, որպեսզի Աստված սկսի գործել։ Նա չի սպասում, մինչև դուք կատարյալ դառնաք, նա սպասում է, մինչև դուք հասանելի դառնաք։ Նա չի փնտրում ամենաուժեղներին, ամենախելացիներին կամ ամենահաջողակներին։ Նա փնտրում է նրանց, ովքեր կասեն. «Տեր, ահա ես, օգտագործիր ինձ այնպես, ինչպես դու ես ուզում»։ Շատ քրիստոնյաների խնդիրը նրանում է, որ նրանք ուզում են հետևել Աստծուն առանց դուրս գալու հարմարավետության գոտուց։ Բայց հավատը միշտ դուրս է բերում այդ գոտուց, որովհետև հենց այնտեղ է մենք հանդիպում Աստծուն, ոչ որպես գաղափար, այլ որպես իրականություն։ Հենց այնտեղ է մենք իմանում, որ նա հավատարիմ է, որ նա հոգ է տանում, որ նա զորավոր է։ Մինչ մենք նստած ենք սովորականում, մենք կարող ենք միայն խոսել Աստծո մասին, բայց երբ քայլ ենք անում անհայտի մեջ, մենք սկսում ենք ապրել նրա կենդանի ներկայությունը։ Երբեմն Աստված դիտավորյալ մեզ թողնում է առանց հստակ հրահանգների, որպեսզի մենք սովորենք լսել նրա ձայնը։ Նա մեզ առաջնորդում է ոչ թե քարտեզով, այլ հարաբերություններով։ Նա ուզում է, որ մենք փնտրենք ոչ թե պատասխանը, այլ իրեն, որովհետև երբ մենք գտնում ենք Աստծուն, պատասխանները գալիս են իրենք։ Երբ մենք միանում ենք աղբյուրին, կյանքի հոսքը սկսում է հոսել։ Իհարկե, հիշեք, թե ինչպես Եղիան կանգնած էր կերիթի հոսքի մոտ։ Արծվները բերում էին նրան սնունդ, ջուրը հոսում էր, ամեն ինչ վերահսկողության տակ էր։ Բայց որոշ ժամանակ անց հոսքը չորացավ, եւ դա աղետի պես թվաց։ Բայց հենց այդ ժամանակ Աստված նրան առաջնորդեց այրի կնոջ մոտ, որի միջոցով պետք է գար նոր հրաշքը։ Եթե հոսքը չչորանար, Եղիան կմնար այնտեղ հավերժ։ Բայց Աստված փակեց մեկ աղբյուր, բացելու մյուսը, ավելի խորքայինը։ Նույնը նա անում է մեզ հետ։ Երբեմն նա թույլ է տալիս չորանալ սովորական ապահովման ալիքները, որպեսզի մեզ սովորեցնի վստահել իրեն նոր մակարդակով։ Աստված ուզում է ոչ միայն, որ դուք աշխատանք ունենաք, նա ուզում է, որ ձեր կյանքը դառնա նրա զորության, սիրո եւ փառքի ալիք։ Նա ուզում է, որ ձեր միջոցով փոխվեն մարդկանց ճակատագրերը։ Նա ուզում է, որ ձեր պատմությունը դառնա վկայություն ուրիշների համար։ Բայց դրա համար պետք է թույլ տալ նրան ընդլայնել մեր մտածելակերպը։ Պետք է դադարել հարցնել. ինչպես գոյատևեմ, եւ սկսել հարցնել. Տեր, ինչի համար ես ինձ ստեղծել։ Երբ մարդը սկսում է ապրել այս հարցով, ամեն ինչ փոխվում է։ Աշխատանքը դադարում է լինել կենտրոն եւ դառնում է գործիք։ Փողը դադարում է լինել նպատակ եւ դառնում է ռեսուրս։ Հաջողությունը դադարում է լինել կուռք եւ դառնում է հնազանդության կողմնակի էֆեկտ։ Եվ ապա գալիս է զարմանալի ազատություն։ Ազատություն վախից, ճնշումից, անվերջ մրցավազքից։ Գալիս է ներքին խաղաղություն, որը չի կախված արտաքին հանգամանքներից։ Ես գիտեմ, որ շատերը հիմա ապրում են լարվածության մեջ, ապագան թվում է մշուշոտ, աշխարհը անկայուն է, տնտեսությունը դողում է։ Բայց հենց այդպիսի ժամանակներում Աստված բարձրացնում է հավատի մարդկանց։ Հենց այդպիսի սեզոններում են ծնվում մեծ ծառայություններ, նախագծեր, կոչումներ, որովհետև երբ ամեն ինչ շուրջը շարժվում է, պարզ է դառնում, թե ինչի վրա է կանգնած մեր կյանքը։ Եվ եթե մեր հիմքը Քրիստոսն է, մենք կդիմանանք։ Մի վախեցեք, եթե Աստված ձեզ տանում է ճանապարհով, որը չի նմանվում մեծամասնության ճանապարհին։ Մի վախեցեք, եթե զգում եք, որ չեք տեղավորվում ստանդարտ շրջանակներում։ Գուցե հենց սա է Աստծո կոչման նշանը։ Արծիվները չեն ապրում հավաբնում, նրանք ստեղծված են երկնքի համար։ Եթե ձեր սրտում կա տենչ դեպի ավելի մեծ բան, քան պարզապես կայուն աշխատանք եւ հանգիստ կյանք, մի ճնշեք այդ ձայնը։ Սա հպարտություն չէ, սա Աստծո կանչ է։ Բայց այդ ճանապարհը պահանջում է վստահություն, պահանջում է համբերություն, պահանջում է պատրաստակամություն գնալու, նույնիսկ երբ ամեն ինչ պարզ չէ։ Եվ հենց այստեղ է շատերը կանգնում։ Նրանք հասնում են հավատի սահմանին եւ հետ են դառնում, որովհետեւ վախենում են։ Բայց օրհնությունը միշտ վախի մյուս կողմում է։ Առաջընթացը միշտ սովորականի սահմաններից դուրս է։ Աստծո փառքը բացվում է նրանց, ովքեր համարձակվում են գնալ ավելի հեռու։
Մենք շարունակում ենք այս մտորումների ճանապարհը։ Մենք ավելի խոր կմտնենք այն հասկացողության մեջ, թե ինչպես ճանաչել Աստծո ծրագիրը, ինչպես սովորել լսել նրա ձայնը այս աշխարհի աղմուկի մեջ և ինչպես ապրել ոչ թե հանգամանքներով, այլ հավատով։ Որովհետև այն, ինչին Աստված կանչում է ձեզ, շատ ավելի մեծ է, քան այն, ինչ դուք հիմա տեսնում եք։ Եվ առջևում մեզ սպասում է ավելի ուժեղ հայտնություն այն մասին, թե ինչպես է այդ ծրագիրը սկսում բացվել իրական առօրյա կյանքում։ Երբ մենք թույլ ենք տալիս Աստծուն փոխել մեր մտածելակերպը և սկսում ենք կյանքին նայել նրա աչքերով, գալիս է հաջորդ, ամենաքննադատ և ամենախոր փուլը՝ սրտի ձևավորումը, որը կարող է ոչ միայն հավատալ, այլև վսպահել։ Սա այլևս հավատ չէ արդյունքի համար, ոչ թե հրաշքի սպասում որպես խնդիրների լուծման միջոց, այլ ներքին վիճակ, որում մարդը հանգչում է Աստծո մեջ։ Նույնիսկ եթե արտաքինում ամեն ինչ անկայուն է թվում, հենց այստեղ է ծնվում իսկական հասունությունը։ Այստեղ հավատը դադարում է լինել էմոցիոնալ բարձրացում և դառնում է ապրելակերպ։ Շատերս հավատում ենք Աստծուն, բայց ոչ բոլորս վստահում ենք Նրան։ Մենք հավատում ենք, որ Նա զորավոր է, որ Նա կարող է, որ Նա ընդունակ է, բայց ներսում դեռ պահում ենք պահեստային պլան, մենք դեռ փորձում ենք ապահովագրել, դեռ պահում ենք վերահսկողությունը։ Եվ Աստված համբերատար սպասում է, մինչև մենք բաց թողնենք այդ ներքին կառավարման լծակը։ Որովհետև մինչ մենք պահում ենք ղեկը, Նա մնում է ուղևոր, իսկ Նա ուզում է լինել մեր կյանքի վարորդը։ Վստահությունը ձևավորվում է ոչ թե հաջողության պահերին, այլ սպասման հովտում։ Հենց այնտեղ, որտեղ չկան արագ պատասխաններ, որտեղ աղոթքները կարծես մնում են առանց անմիջական արձագանքի։ Որտեղ ճանապարհը թվում է երկար և միօրինակ, Աստված խորքային աշխատում է մեր սրտի հետ։ Նա մեզ սովորեցնում է քայլել ոչ թե զգացմունքներով, այլ հավատով։ Նա մեզ սովորեցնում է ուրախանալ ոչ միայն կատարված աղոթքներով, այլ հենց այն փաստով, որ Նա կողքին է։ Որովհետև երբ Աստված դառնում է մեր ուրախությունը, հանգամանքները կորցնում են իշխանությունը մեր հոգու վրա։ Հիշեք Դավթին։ Նա դեռ երիտասարդ տարիքում օծվեց թագավորության համար, բայց մինչև իրական գահ հասնելը անցան տարիներ, թափառումներ, վտանգներ, դավաճանություններ, քարանձավներ, մենակություն։ Մարդկային տեսակետից դա անարդար էր թվում։ Ինչու օծել, եթե հետո այդքան տարի թաքնվել։ Բայց հենց այդ քարանձավներում է ծնվում թագավորը։ Հենց փախուստի մեջ է ձևավորվում ժողովրդի հովիվը։ Հենց մենակության մեջ է ամրապնդվում նրա կախվածությունը Աստծուց։ Եթե Դավիթը անմիջապես նստեր գահին, գուցե դառնար ևս մեկ կառավարիչ, բայց սպասման ճանապարհն անցնելով նա դարձավ մարդը Աստծո սրտով։ Մենք ուզում ենք արագ լուծումներ։ Մենք ապրում ենք ակնթարթային պատասխանների, արագ սպասարկման, անմիջական արդյունքների դարաշրջանում։ Եվ այդ ռիթմը ներթափանցում է նույնիսկ մեր հոգևոր կյանք։ Մենք ուզում ենք, որ Աստված գործի մեր ժամկետներով, բայց Աստված ապրում է հավերժության մեջ։ Նա տեսնում է ամբողջ պատկերը միանգամից։ Նա գիտի, որ եթե մեզ տա ցանկարին շատ շուտ, դա կարող է մեզ կործանել։ Հետևաբար նա երբեմն դանդաղեցնում է գործընթացը, որպեսզի խորացնի հիմքը։ Նա կառուցում է ոչ միայն գեղեցիկ ճակատներ, նա դնում է հիմք, որը կարող է դիմակայել ապագա փառքի քաշին։ Շատ հաճախ մարդիկ կոտրվում են ոչ թե խնդիրների ծանրությունից, այլ այն օրհնությունների ծանրությունից, որոնց համար պատրաստ չեն եղել։ Երբ Աստված սկսում է բարձրացնել, ընդլայնել, օրհնել, ներսում բարձրանում են հպարտություն, ինքնավստահություն, ճանաչման ծարավ։ Եթե սիրտը պատրաստված չէ, մարդը կորցնում է կողմնորոշումը։ Հետևաբար Աստված այդքան ժամանակ է հատկացնում մեր ներսում թաքնված աշխատանքին։ Նա մաքրում է շարժառիթները, բուժում վերքերը, քանդում կեղծ հենարանները, որպեսզի երբ գա բարձրացման ժամանակը, մենք մնանք խոնարհ և կախված Նրանից։ Հենց այստեղ է պարզ դառնում, թե ինչու է Աստծո ծրագիրը միշտ ավելի մեծ, քան պարզապես աշխատանքը, որովհետև աշխատանքը լուծում է ժամանակավոր խնդիրներ, իսկ Աստծո ծրագիրը ձևավորում է հավերժական նպատակ։ Աշխատանքը ապահովում է մարմինը, իսկ Աստծո ծրագիրը բուժում է հոգին։ Աշխատանքը տալիս է գոյատևման միջոց, իսկ Աստծո կոչումը լցնում է կյանքը իմաստով։
Եվ երբ մարդը գտնում է այդ իմաստը, նա այլևս չի վախենում փոփոխություններից։ Նա հասկանում է, որ ուր էլ տանի Աստված, այնտեղ կլինի կյանք։ Այստեղ է ծնվում զարմանալի ազատությունը։ Ազատություն չկախվել հանգամանքներից, ազատություն չվախենալ վաղվա օրից, ազատություն չբռնվել ժամանակավորից, ինչպես հավերժականից։ Երբ Աստված դառնում է մեր գանձը, ամեն ինչ զբաղեցնում է իր ճիշտ տեղը։ Մենք դադարում ենք կառչել պաշտոններից, կարգավիճակներից, մարդկանց կարծիքներից։ Մենք սկսում ենք ապրել ներքին աղբյուրից, որը չի չորանում։ Եվ ապա տեղի է ունենում զարմանալի փոխակերտում։ Մարդը դադարում է լինել խնդրագող և դառնում է կրող։ Նա դադարում է անընդհատ փնտրել և սկսում է բերել։ Նրա կյանքը դառնում է օրհնություն ուրիշների համար։ Նրա խոսքերը բուժում են, նրա ներկայությունը մխիթարում է, նրա հավատը ոգեշնչում է։ Եվ սա է իսկական հարստությունը, որովհետև ամենամեծը, ինչ Աստված կարող է վստահել մարդուն, դա ազդեցությունն է ճակատագրերի վրա։